Պարոն Սաղաթելյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Սաղաթելյան, ոնց եք։ Պարոն Սաղաթելյան, մի հարց եմ ուզում տալ Էջմիածնի ընտրությունների հետ կապված։ Սևակ Խաչատրյանը հանդես է գալիս միասնական դաշինքով, որի մաս է կազմում նաև Դաշնակցությունը։ Սակայն Դաշնակցության ներկայացուցիչներից որևէ մեկին մենք քարոզարշավի ընթացքում չենք տեսել վաղ շաբաթում։ Դրա մասին է բարձրաձայնում նաև իշխանությունը։ Բարձրաստիճան պաշտոնյաները երեկ էլ նաև նախարար Խուդատյանն էր խոսել այդ մասին։ Միտում են տեսնում, որ քաղաքացիներից թաքցնում եք, որ մասնակցություն ունեք Էջմիածնի ընտրություններին, ինչ կասեք։ Լավ, հաղթանակ դաշինքը ձևավորվել է Դաշնակցությունը պաշտոնական հայտարարություն արել այդ մասին, դա եղել է հրապարակային, դաշինքը ձևավորվել է երկու ուժից տվիշտ թաքցնելու կամ չգիտեմ ինչի բանկա, բայց ինչ վերաբերում է ինչի չեմ մասնակցում վարշավին, նախ վարշապատի ընտրությունները տեղական ընտրություններ, չնայած քաղաքական շատ կարևոր նշանակություն։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, մեր տեղում ձևավորված թիմը, Սևակ Խաչատրյանը ամբողջությամբ բավարար է, ՀՊ-ի կողմնակից են եւ իրենց ամբողջ կառավարության մասնակցարանի մնացած վարչական ռեսուրսի պայքարելու համար։ Այս պահին առաջին տեսնում, ունենք տեղում ձևավորված պրոֆեսիոնալ, հարգանք վայելող, հավաքական ցուցակ, որի հնարավորությունները ամբողջությամբ բավարար են, նորից են կրկնում, մեր ողմակիտ են պայքարում։ Խուդատյանը ասում է տեսախցիկներից այն կողմ Խաչատրյան Սևակի ձեռքը բռնում եք, հենց տեսախցիկները միացնում են, թողում եք։ Իրենք խնդիր ունեն իրենց տեխնացիայի վարկաբեկված թմի Արցախը հանձնողի ձեռքը բռնելու, վարչական ռեսուրս օգտագործելու, ԱՑ-ից մինչև ուժային կառույցներ մարդկանց վախեցնելու եւ քվե փոկելու համար մեր թիմը տեղում ձևավորված, նորից եմ ասում, հարգանք վայելող թիմը, որ ամբողջությամբ աշխատում է ու արտից օգտվելով մեկ անգամ ներկայացնում բոլոր հնարավորությունները կան վարշապատում, ինքնության միասնական ջանքերով, ՀՊ-ին իշխանազրկելու, իրենք հավանաբար այդ մասին գիտեն, դրա համար վայնասում են գցել։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի մեջ դուրս գալուն, թող իրենք վախենան ժողովրդի մեջ դուրս գալ, իրանք են Արցախ հանձնել, իրանք են 5000 մարդու գլուխ կերել, մենք առավոտից իրիկուն ժողովրդի մեջ ենք, շաբաթ երեկոյան մարզվրան եւ ի տարբերություն իրենց էլ պետական պահպանության տարիք չունեն, զորք պետք չի մեզ հսկի, որ մարդկանց հետ շփվեն։ Իրենք էլ ասում են մենք մանկապարտեզներ ենք սարքել, դուք չեք սարքել, դուք թալանել եք։ Այդ միջայլոց Սևակը շատ լավ է արձագանք է, իրենք երկարից ավելի մանկապարտեզ, 150 գյուղ, հայկական եկեղեցիներ, վերջ Արցախի հանրապետություն են ծախել եւ հանձնը եւ այդ վարկաբեկված թիմը, այո, միջայլոց տեղում գործող հավաքական ցուցակը չունի Երևանի աջակցության կարիքը։ Իրենք դա ունեն, որտեղ ոչնչացված նորից եմ ասում, հայրենիք հանձնած թմի համար շատ դժվար է քվե ստանել, այս սրանց վայնասումի պատճառը անհոգ եղեք, նորից եմ կրկնում, բոլոր հնարավորությունները կա իրենց իշխանազրկելու, իրենք դա հասկանում են եւ դրանով պայմանավորված է վայնասում։ Իսկ ինչպես է գնահատում Սևակ Խաչատրյանի շանսերը։ Շատ լավ, հաղթանակ դաշինքի հավաքական ցուցակը, հարգանք վայելող, պրոֆեսիոնալ, երիտասարդներից բաղկացած, հիմա նորից եմ ասում, Երևանից աջակցության կարիք չունի, իրենք այդ խնդիրը ունեն։ Երբ որ գտնենք անհրաժեշտությունը կա, մի քիչ էս կոմարում, երբ որ գտնենք անհրաժեշտությունը կա, տեղում կլինենք, բայց այս պահին տեղի ուժերը այդ ողմակի դեմ պայքարելու համար ամբողջությամբ բավարար։ Շնորհակալ եմ։